Հոր և որդու և հոգույն սրբով, ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր մենք 5-րդ կիրակին, դատավորի կիրակին է, այդ առակի մասին բոլորդ կարդացել եք, նաև այդ անիրավ դատավորը և աղերսող այրին, որ միշտ խնդրում էր, որ իր դատը արդար դատի։ Այդ պատմությունները գիտենք։ Մի երկու խոսք կարճ ասեմ, հետո ուզում եմ ընթերցում անել Սուրբ գրքից, Սողոմոնի իմաստությունից և առակաց գրքերից եթե հասցնենք, եթե չէ, հաջորդ անգամ։ Դատավորը, ուզում եմ էլի ներսով քննենք, որ կա էլի հայրերից գրած, դատավորը մեր միտքն է, այրին մեր հոգին է։ Այրի, որովհետև եկել ենք ստեղ, մեր ծնողից, անջատվել է Հայր Աստծուց, մնացել է այրի, մինչև միանա նորից իր փեսային։ Դատավորը ասեցինք մեր միտքն է և մարմինն է, արդեն ոչ հոգևորն է դառնում նորից, հիմա մարմինը ցանկանում է իր կարիքները, որ է աշխարհի տեսակ ցանկությունները, կրքերը և այլն, որ վերջում ուռչում դարձում են մեծ մեղքեր, մահացու մեղքեր։ Մարմինը միշտ ցանկանում է դա, որտեղ հաճելի է իրան, և մտքին այնպես անում, որպեսզի միտքը միշտ օգտին քննի և դատվի։ Բայց մյուս կողմից մեր հոգին, այդ այրին, որպես միշտ աղաչում է, պաղատում է, մեր հոգին էլ միշտ աղոթք է անում, որպեսզի մեր միտքը ուղղվի դեպի հոգին։ Որտեղ Սուրբ գրքում էլի կա, որ մարմինը միշտ հակառակ է հոգուն, հոգին հակառակ է մարմնին։ Հոգին ձգտում է, որպեսզի գնա միանա Աստծուն երկնքի արքայություն, իսկ մարմինը ձգտում է հակառակ դեպի աշխարհը, կառչվի այս աշխարհից, մարմնական տեսակ ցանկություններից ու հաճույքներից։ Եվ երբ որ աղոթքները շատ է լինում, այդ աղերսները այրու մեր հոգու, վերջապես միտքը որոշում է նաև նայել հոգուն։ Եվ միտքը, ովքեր այդ իմաստությունները ձեռք են բերում և այդ աղոթական վիճակի մեջ էլ լինում են, միտքը սկսում է ուղղել իր հայացքը դեպի երկինք, այսինքն դեպի հոգու ցանկությունը, դեպի Աստված։ Այդ ժամանակ արդեն միտքն է սկսում է մաքրվել, դատավորներ, որպես արդար դատավոր լինի։ Երբ որ դատավորը գնում է միշտ մարմնի կողմը, մեղքի կողմը, դառնում է անարդար դատավոր, բայց երբ որ արդեն դարձի է գալիս դեպի երկինք, դառնա արդար դատավոր։ Եվ դրա համար այս աշխարհի դատավորներն էլ, իշխաններն էլ միշտ դեպի մարմնականն են գնում, դեպի նյութը այս, և դրա համար այսօրվա վիճակն է և բոլոր դարերում էլ նույնն է եղել, փոփոխություն չկա, պարզապես ավելի սաստկացել է, հեղեղատ անձրևի պես, այդ կոտորածները, արկերը և այլն, զոհերը, մանուկները, որովհետև այսօրվա դատավորներն ու իշխանները գնացին իրենց մարմնի ցանկությունների հետևից և ոչ թե հոգու։ Փակելով իրենց հոգու դռները, դառնում են անարդար դատավորներ և շատ դեպքերում, շատ արդարների դատում են այդ անարդար դատավորները, բայց հանդերձյալում և կտեսնենք Սողոմոնի իմաստության մեջը նաև և առակների մեջ էլ կա, հանդերձյալում այդ արդարները Աստծու կողմից դրվելու են որպես դատավորներ ու դատելու են հենց իրենց։
եւ այն ժամանակ կլինի անաչառ դատ եւ արդար դատաստան։ Ուզում եմ կարդալ ընթերցել Սողոմոնի իմաստությունից. Սիրեցեք արդարությունը, երկրի դատավորներ։ Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, ովքեր Աստծուն չեն փորձում, միանշանակ հավատում են աներկա, Աստված գտնում է նրանց։ Եվ պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ։ Այսինքն մեր ամբողջ մտքով, մեր սրտով, մեր հոգով, մեր ողջությամբ հավատում ենք Տիրոջը։ Եվ Աստված երևում է նրանց։ Կամ հիշում եք երանիների մեջ ասում է երանի նրանց, ովքեր սրտով մաքուր են, այսինքն ամբողջ սիրտը տվել են Աստծուն, մաքրվել է սիրտը, նրանք կտեսնեն Աստծուն։ Արդարև անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց։ Այդ մեր անարդար դատավոր միտքը, որ անիրավ խորհուրդներ է ունենում, տարբեր տեսակ Աստծուց բաժանում է մեզ։ Իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին։ Իմաստությունը չի մտնի չարանենք անձի մեջ, եւ ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում։ Հիշում եք նենգի համար ասեցինք, ով որ վնասում է, մտածում է վնասել, այդ մարդուն նենգամիտ է անվանում Աստված։ Այդ մարդը դառնում է նենգ եւ զզվելի Աստծո առաջ։ Եվ այսօր բոլորը ցանկանում են իրար վնասել։ Բոլոր իշխանները, թագավորները, վարչապետներն, նախարարներն, ազգային ժողովի ողջ երեսփոխաններով իրանց ազգային ժողովի նախագահի հետ միասին, նախարարները, իրանց ծառայողները միշտ փորձում են վնասել։ Արդեն փորձում են վնասել երեխաներին, չեմ ասում այս պատերազմները, այդքան կոտորածները երեխաների, այդ բոլորն էլ նենգ են, նենգամիտ են եւ զզվելի են Աստծուն։ Եվ դրա համար իմաստությունը նրանց հոգիի մեջ չի մտնում, ոչ էլ մտքի մեջ, որտեղ նրանց դատավորը, իրանց միտքը շատ անարդար է, նենգ է։ Եվ բոլորի վերջն էլ միտեղ է լինելու, տեսնենք իսա։ Իմաստուն եւ ամբից հոգին փախչում են նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները։ Եվ երբ անիրավության վրա է հասնում, հանդիմանում է այն։ Տեսեք, երբ որ չարը գալիս է, որպեսզի մեզ գերի, տարբեր տեսակ խոստումներ է տալիս, իմաստունը փախչում է եւ մերժում է դրան։ Իմաստուն եւ մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայոյում է իր բերանով, որովհետեւ Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզվի ունկնդիրը։ Արդարև Տիրոջ հոգին լցնում է տիեզերքը, եւ նա, որ պահում է ամեն ինչ, գիտե, թե ով ինչ է բարբառում։ Ուստի նա, ով անիրավ բաներ է շշնջում, չի ծածկվելու եւ չի խուսափելու արդարացի դատապարտությունից։ Սուրբ Գիրքը ամբողջովին ծայրիցած տվել է, եթե սենց ապրեք, դատապարտվելու եք շատ խիստ եւ հավիտենական։ Ամբարիշտների խորհուրդների քննություն պիտի լինի, նրանց ասածների լուրը պիտի հասնի Տիրոջը, եւ նրանք պիտի կրեն իրենց անիրավությունների պատիժը։ Նախանձախնդիր ականջը լսում է ամեն բան, եւ քրտմնջյուն, եւ շշնջյուն, անգամ չեն մնա ծածուկ։ Ուստի այսուհետև զգույշ եղեք անօգուտ քրտմնջյունից եւ բամբասանքներից, խնայեցեք ձեր լեզուն, որովհետև գաղտնի շշնջյունը զուր չի անցնի եւ ստախոս բերանը կսպանի հոգին։ Ցավոք սրտի մարդու ականջը ականջալուր է միշտ լինում բամբասանքների, բամբասանքը նա չի, որ միայն սուտ է խոսում կամ
վարկաբեկում, անգամ կարող է ճիշտ բաներ ասում, բայց կապ չունի, դա բամբասանք է, երբ որ սկսում ենք խոսել սրանից, նրանից, դա բոլորն էլ բամբասանք է կոչվում, երբ որ մեր ականջը սիրում է լսել այդպիսի բամբասանքները, մենք ենք ընկնում մեր հոգու հետևից արդեն։ Ձեր կյանքի մոլորությամբ ձեզ մահ մի ցանկացեք և մի սպանեք ձեր անձերը ձեր իսկ ձեռքերի գործերով։ Արդարև Աստված մահ չի ստեղծել, և նա չի ուրախանում ողջերի կորստյան համար։ Նա ամեն ինչ հաստատել է լինելու համար և աշխարհի գործերը փրկության համար են։ Ոչ մահաբեր թույն կա նրանց մեջ և ոչ էլ դժոխքի թագավորություն երկրի վրա, որովհետև արդարությունը անմահ է, իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով իրենց մոտ կանչեցին մահը։ Նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան և դաշին կնքեցին նրա հետ և իսկապես արժանի են բաժնեկից լինելու նրան։ Արդարև, մեր կյանքը սահող ստվեր է և ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կքննվի, այլևս ոչ ոք չի կարող վերադարձնել։ Բայց արդարների հոգիները Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց երկն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից կործանում։ Բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ, ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն։ Ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։ Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց։ Եվ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծր եղեգի միջով, պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։ Նրանք, որ իրենց հույսը դրել են Աստծու վրա, պիտի իմանան ճշմարտությունը, և նրանք, որ հավատարիմ են, սիրով պիտի սպասեն նրան, քանզի սրբերի համար են նրա շնորհները և ողորմությունը, և իր ընտրյալների համար է նրա այցելությունը։ Իսկ ամբարիշտները, որոնք արամարեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը իրենց խորհուրդներին համապատասխան։ Արդարև, ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է, ունայն է նրա հույսը, անօգուտ է նրա վաստակը և պիտանի չեն նրա գործերը, նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները չարաբարո և անիծված են նրանց ծնունդները։ Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդեպ։ Այս հանդերձյալի ժամանակը, որ պիտի դատեն բոլորին։ Եվ նրանք, ովքեր արամարում էին նրա վաստակը, տեսնելով նրան, պիտի խռովվեն սաստիկ երկյուղից և պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկության համար։ Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդը չէր, այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էինք տալիս։ Մենք անմիտներս նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը անարգանք, որտև այդ մարդը դատելու է իրենց, որտև Աստված ասեց, ձեզ դատավորներ եմ կարգել ու թագավորներ, դուք եք դատել։ Բայց նա ինչպես դասվեց Աստծու որդիների շարքը, դառնալով սրբերին վիճակակից։ Ուրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։ Մենք խրվեցինք անօրենության և կորստյան շավիղների մեջ, գնացինք անկող անապատներով և չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։
ինչ շա բերեց մեզ հպարտությունը, էլի հպարտություն, և ինչ նպաստ բերեց մի հարստությամբ, մեզ հարստությամբ պարծենալը, այն ամենն անցավ ինչպես տվեր և թռավ ինչպես մարդու վաղանցուկ համբավ, այդպես էլ մենք ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց, և չկարողացանք առաքինության ոչ մի նշան ցույց տալ, այլ մաշվեցինք մեր իսկ չարիքների մեջ, ամբարիշտների վերջը շատ ահավոր կլինի, բայց արդարը պիտի ապրի հավիտյան, նրանց վարձը Տիրոջից է և նրանց խնամքը Բարձրյալից, դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայության վայելչությունն ու գեղեցիկ թագը, քանի որ Տերն իր աջով նրանց հովանի և իր բազկով նրանց պաշտպանը լինելու, Տերը պիտի սպառազինի իր նախանձախնդրությամբ և պիտի զինավառի իր արարածներին թշնամիներից վրեժ լուծելու համար, իբրև զրա նա պիտի հագնի արդարությունը և անաչառ դատաստանը իբրև սաղավարտ պիտի դնի գլխին։ Լսեցեք ով թագավորներ և հասկացեք, սովորեցեք երկրի բոլոր ծագերի թագավորներ, այն ժամանակ թագավորներ էին ուզում, այսօր թագավոր չկա, այլ նախագահներ են, վարչապետներ են, չգիտեմ ինչեր են, նաև մի քանի երկրում էլ թագավորներ կան, նաև, բայց խոսքը որ ասվում է դրանց, այդ ղեկավարներին ասվում, այդ իշխանավորներին, որ զորություն է տրված իրանց, որպեսզի ճիշտ արդար դատեն ժողովրդին, ցավոք սրտի, որ ամբողջովին հակառակ է։ Ականջ դրեք դուք, որ բազմություններ ունեք ձեր ձեռքի տակ և հպարտանում եք, որ տիրում եք բազում ազգերի վրա, ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը Բարձրյալից, նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար և քննելու է ձեր մտածումները, դուք նրա թագավորության սպասավորներն եք, բայց ուղիղ դատ չեք վարում, չեք պահում նրա օրենքները և չեք հետևում Աստծու կամքին, իսկ նա աղ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրա, քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ Ռամիկի համար կա ներման ողորմածությունը, հզորներն ավելի խիստ են դատվելու, այն ամենի ինչ սուրբ է պահեցեք սրբությամբ և դուք պիտի սրբանաք, նրանք ովքեր սովորեն այդ բաները պաշտպանություն պիտի գտնեն։ Աստված իրոք մեզ ցույց տվեց սրբությունները, նվիրեց մեզ, պարգևեց մեզ սուրբ եկեղեցիները, այսօր ամբողջ չարը հարձակում այդ սրբությունների վրա, որպեսզի պղծի այն, Աստված բոլորին էլ իրենց տեղը դնելու է, իրենց խաբկանքներով, սուտ ու բութ թեզերով ուզում են եկեղեցու վրա հարձակվեն և եկեղեցուն էլ անվանում են արյունահեղության քարոզիչ, իբր իսլամներ խաղաղության քարոզիչն է, կապլիցի, սոսկալի և ծիծաղելի է, երբ որ խաղաղության թագավորը Քրիստոսն է, ոչ կապ ունի Մուհամեդը իրանց հետ, ոչ էլ մյուս այլակրոնները, բոլորի դրանց հետևանքներն են, որ պատերազմներ են, ողբալի վիճակում ենք, և դրա համար այդ իմաստությունը պետք է ձեռք բերենք, որպեսզի այդ իմաստուն մարդկանց, որպես արդար համարի, որպեսզի այդ արդարների համար պահապան լինի Աստված, մեկ արդար է լինի քաղաքում, Աստված պահելու է այդ քաղաքը, լուսավոր և անթարամ է իմաստությունը, դյուրին է հայտնում իրեն սիրողներին և հեշտ է գտնվում փնտրողներից, նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին, ավելի շուտ ճանաչելու համար, արդարև իմաստությունն ինքն է շրջում գտնելու իրեն արժանի եղողներին և քաղցրությամբ հայտնվելով նրանց շավիղների վրա
ինքն է նրանց տալիս ամեն մի հնագիտություն։ Եվ իմաստության սկիզբը իմաստություն սովորելու ճշմարիտ ցանկությունն է, իսկ սովորելու ցանկությունը նրա նկատմամբ տածած սերն է, նրա օրենքների պահպանությունը, գութն է, նրա օրենքների իրացումը անկեղծորեն հաստատությունը, իսկ անեղծությունը մարդուն մոտեցնում է Աստծուն և իմաստության ցանկությունը տանում է դեպի արքայություն։ Արդ, ով ժողովուրդների բռնակալներ, եթե իշխանության գահեր և մականներ եք կենչում, ապա պատվեցեք իմաստությունը, որպեսզի հավիտյան թագավորեք։ Իմաստունների բազմությունն աշխարհի փրկությունն է։ Իմաստուն թագավորը ժողովուրդների ամրությունը։ Եթե իմաստուն ղեկավար ունենանք, ժողովրդին ամուր պահելու և ժողովրդի ամրությունն է լինում։ Ցավոք սրտի ինչ ծնվել ենք, մեկն էլ անգամ չենք տեսել իմաստուն։ Եվ ես մարմին եմ առել մոր որովայնում 10-ամյա ժամանակի մեջ, 10-ամսյա կներեք, մտածելով, մածվելով արյամբ տղամարդու սերմից և համատեղ քնի ցանկալի հաճույքից։ Աշխարհը մեկ մուտք ունի բոլորի համար և մեկ ընդհանուր ելք։ Դրա համար էլ աղոթելով խնդրեցի և ինձ իմաստություն տրվեց։ Նույն ձևի այրին անքան աղոթեց, անքային աղերսեց, իդ աղերսը աղոթքն է, որ միտքը շուռ եկավ գնաց դեպի իմաստություն։ Ես մեծար համարեցի այն, քան իշխանությունն ու գահը, և հարստությունը ոչինչ համարեցի նրա համեմատությամբ։ Ես այն չնմանեցրի թանկարժեք քարերի, որովհետև ոսկին մի բուռ ավազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատությամբ մի բուռ կավ։ Առողջությունից և գեղեցկությունից առավել ես սիրեցի այն, և նախընտրեցի լույսից առավել, որովհետև անմարելի է նրանից բխող լույսը։ Իմաստությունը միշտ զուգահեռ ու ինքը Քրիստոս։ Եվ նրա շնորհիվ շռայլ բարիքներ ստացա և նրա օգնությամբ հասա անթիվ հարստության։ Ես սրճվեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստությունը, բայց չգիտեի, որ ամեն ինչ ծնունդ տվողը նա էր։ Ես սովորեցի առանց նենգության և առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստությունը, որովհետև նա անսպար գանձ է մարդկանց համար, որտև ով ձեռք է բերում անընդհատ հարստություն, իմաստություն, այդ հարստությունը նկատի ունեմ Տիրոջ իմաստությունը, ինքը անընդհատ պետք է տա, որտև անսպար է այդ իմաստությունը հա կլծվի, դու հա տալիս ես, բայց եթե կուտակես, լծվելու տեղ չկա, քեզ չի տրվի իմաստություն, այդ իմաստությունը պետք է գործի դնես։ Մի քիչ էլ ուզում եմ ընթերցել Առակաց գրքից, որտեղ շատ զուգահեռներ են իրար հետ գնում, թե Առակացը, թե Սողոմոնի իմաստությունը, նաև հետո Սիրակի իմաստությունից էլ կընթերցենք։ Նորից իմաստության մասին։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Միայն հիմարները կանարգի իմաստությունը և խրատը։ Եվ տեսեք, այս մի նախադասության մեջ Տիրոջ երկյուղը ով ունի, սկիզբն է իմաստության, որ դի սկսի կուտակել այն։ Իսկ ովքեր որ անարգում են այն, միանգամից բոլորին հիմար է անվանում։ Միայն հիմարները կանարգեն իմաստությունը։ Եվ այսօր աշխարհի մեծ մասը այս հիմարների ցանկի մեջ է, որտեղ անարգում են Տիրոջ իմաստությունը, անարգում են Տիրոջ երկյուղը, Աստծուց չեն վախենում, մարդկանցից էլ չեն ամաչում։ Աստծուց չեն վախենում, որտեղ Աստված անտեսանելի է իրենց, և դրա համար չեն վախենում։ Մարդկանցից էլ չեն ամաչում,
որտեվ իրանց արածը թվում է թե ծածուկը մարդիկ չեն տեսնում։ Եվ մինչև երբ պիտի անմիտներ, անմտություն սիրեք, եւ մինչև երբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին, եւ հիմարները ատեն գիտությունը։ Մինչև երբ պիտի ով անմիտներ, անմտություն սիրեք, եւ մինչև երբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին, եւ հիմարները ատեն գիտությունը։ Ես նույնը չասեցի, երկու անգամ արտաշել։ Ետ դարձեք դեպի իմ հանդիմանությունը, ես իմ հոգին կթափեմ ձեզ վրա, իմ խոսքերը կհասկացնեմ ձեզ, որովհետև եւ կանչեցի եւ դուք չուզեցիք, ձեռքս մեկնեցի եւ ուշադրող չկար, եւ դուք մերժեցիք իմ բոլոր խորհուրդը եւ իմ հանդիմանությունը չուզեցիք։ Ես էլ կծիծաղեմ ձեր թշվառությունով եւ ծաղր կանեմ ձեր վախը հասնելիս, երբ որ ձեր վախը կործանման պես կգա եւ ձեր թշվառությունը մրրիկի նման կհասնե, երբ որ ձեզ վրա նեղություն եւ տառապանք կգա, այն ժամանակ ինձ կկանչեն, բայց ես չեմ պատասխանի։ Առավոտանց կանող ինձ կորոնեն, բայց չեն գտնի, որովհետեւ գիտությունն ատեցին եւ Տիրոջ վախը չընտրեցին։ Իմ խորհուրդը չուզեցին, իմ բոլոր հանդիմանությունն անարգեցին, ուրեմն նրանք իրենց ճանապարհի պատղիցն ուտեն եւ իրանց խորհուրդներից կշտանան, որովհետեւ անմիտների խոտորումը նրանց պիտի սպանե եւ հիմարների անհոգությունը պիտի կորցնե նրանց, բայց ինձ լսողը ապահով է, կբնակվի եւ հանդարտ կլինի չարիքների վախից։ Եվ ով Աստծո երկյուղն ունի, որ կուտակում Աստծո իմաստությունը եւ սիրով լցվում, աստվածային սիրով, ոչ մի երկյուղ չունի եւ ոչ մի չարիքից։ Աստված պահում է իրեններին բոլոր չար փորձություններից։ Այն փորձությունները, որ մեզ տալիս է, հոգեվոր փորձություններ են, որ էլ ավելի կատարյալ լինենք եւ դառնանք սուրբ, որտեւ մեծ պատվիրան էր, եղեք կատարյալ, ինչպես Հայրն է կատարյալ, եղեք սուրբ, պատվիր է տվել, որ գնանք դեպի սրբություն, եւ դրա համար Աստծո իմաստությունը նա է, որ միշտ սովորում իմաստությունը անընդհատ ձեռքաբերում, որպեսզի զգոն լինի, արթուն վիճակում լինի, որպեսզի չշեղվի ոչ աջ, ոչ ձախ, այլ ճշմարիտ ճանապարհով միշտ քայլի դեպի Քրիստոս։ Եվ շատ ցանկալի է, Սուրբ գրքում էլ շատ տեղեր կա, որ մեր երիտասարդ տարիքում դա ունենք, որտեղ մենք ուժ ունենք մեղքեր գործելու, բայց նվիրվում ենք Աստծուն, սաստում ենք մեր այդ բոլոր մարմնական կրքերն ու ցանկությունները երիտասարդ տարիքում եւ նվիրվում ենք Աստծո երկյուղով եւ սիրով, որպեսզի Աստծո իմաստությունը ժառանգենք եւ արժանի լինենք իրեն որդիներ լինելու։ Իսկ ուրիշի արդեն երբ որ հասնում ենք ծերության տարիքին, մենք ուժ չունենք ոչ էլ մեղք գործելու, բնական է, որ այդ դրա համար ասում երիտասարդներ դուք հաղթեցիք ծերերին, երբ որ երիտասարդ տարիքում ես այդ ամենը անում, Աստված շատ սիրով է քո հետ վերաբերվում ու շուտ է երևում քեզ, բայց ասում է հա ինչ օգուտ մեղք չես գործում, ուժ չունես չես կարողանում գործել։ Դրա համար պետք է մարդ զրկի իրան ամեն տեսակ չարից ու մեղքից փախչի, որպեսզի Աստված սիրով երևա նրան եւ իր իմաստությունը սիրով պարգևի։ Հա, անգամ արդարներն էլ, սրբերն էլ ընկել են, ընկնում են, բայց անընդհատ միշտ ոտքի են կանգնում։ Աստված օգնում է, չի թողում, որ ընկած մնաս, ասում է միշտ ոտքի կանգնիր։ Եվ դրա համար եթե 7 անգամ 777 անգամ 7-ն էլ մեղանչենք, պետք է
չհուսահատվենք երբևիցե, պետք է նորից ոտքի կանգնենք եւ մեղագանք եւ փառք տանք Աստծուն ու գոհանանք, որտեւ առանց մեղք մարդ չկա, բոլորս էլ մեղանչել ենք Աստծո առաջ, մեղանչումով էլ ծնվել ենք եւ ով որ դառնում է դեպի իրան, մտնելու է հավիտենական կյանք, Տերը թող պահապան լինի եւ մեր դատավորին այս մտքի, մի զորավիք լինի, որ ուղի դեպի հոգին, այդ այրին, որպեսզի մեր միտքը միշտ դեպի վեր լինի, դեպի երկնային արքայության մասին մտածի ու փախչի այդ աշխարհիկ մարմնավոր ցանկություններից ու կրքերից եւ վախենալը ոչինչ չունենք։ Մենք ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ պահապան է լինելու մեզ, պահապանելու է մեր Սուրբ Եկեղեցին, մինչև աշխարհի վերջը